Պարոն Կարապետյան, եւ մեկ հարց է կապված վերջին ձեր հայտարարության հետ, երբ հայտարարեցիք, որ հաջորդ իշխանությունների օրոք Հայաստանից զենքը ծրի են տալու կամ նվեր են ստանալու, այս հայտարարությունը բավականին քննադատությունների ենթարկվեց, իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ այդ որ երկրից եք ծրի զենք բերելու կամ էժան գնող Ռուսաստանից, այն երկրից, որ Հայաստանը գումար վճարեց զենք ձեռք բերելու համար, բայց մատակարարում չեղավ, եւ նաեւ ասում են, եթե նման հնարավորություն կար, ինչու այդ ծրի զենքը չէր բերվել նախորդ իշխանությունների ժամանակ, եւ ձեր հայրը աշխատակազմի ղեկավար։ Շնորհակալ եմ, պատասխանեմ։ Երկրի առաջնորդը լինելով Սամվել Կարապետյանը, մենք տեսնում ենք, որ մենք կունենանք շատ էժան ռազմական գնումներ մի պատճառով, որ մոտ է հյուսիսային պատերազմի ավարտը։ Մոտավորապես 12 ամսվա ընթացքում ավարտվելու է հյուսիսում երկու երկրների միջև պատերազմը, որից հետո ամբողջ ռազմական արդյունաբերությունը այդ երկրների ունենալու է արտադրանք, բայց չունենալու պահանջարկ։ Այդ ժամանակ, որպես արդյունաբերության մարդ եմ ասում, իրենք պատրաստ են լինելու անգամներով էժան վաճառեն ռազմական մթերքը, քանի որ մեծ արտադրանք ունեն եւ փառք Աստծո պատերազմի կանգնելու պարագայում չեն կարողանալու այդ ռազմամթերքը իրացնել։ Եվ մենք հայտնվելու ենք մեր պես երկիր, որը էժան գներով գնելու է։ Իսկ որոշ դեպքերում դաշնակցային հիմքերը ամրապնդելու, եթե ցանկություն պետք է մի երկիր ունենա, որովհետեւ մեր երկրի հասարակության մեջ հարցեր կան մեր դասական դաշնակիցների հանդեպ։ Մենք ստանալու ենք անվճար, իրենք չեն կարող ստանալ անվճար, իրենք անգամ գումար են ուղարկում, ճիշտ են ասում, իրենք անգամ գումար են ուղարկում, չեն կարող զենքը ստանան, այն լիֆտը կանչելու պատմությունն է, որ լիֆտը կանչում ես չի գալիս, իրանք լիֆտն են կանչում չի գալիս, լավ չի, այո, ասեմ, կանչողից է, Ինչ է կանելու ինչ մեխանիզմ եք կիրառելու, կներեք հեսա ինչ մեխանիզմ եք կիրառելու, որ Ռուսաստանը դարձի։ Մենք ունենալով մենք ունենք տեսլական հարաբերությունների կարգավորման, տեսլականը փոխվստահությունն է, բաց խաղալու քաղաքականությունը։ Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություններ ունենա իր սփյուռքի հիմնական 3 երկրների հետ, որտեղ իր սփյուռքը ապրում է, եւ 4 կարելի ասել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստան եւ Իրան։ Մենք բաց աշխատելու ենք, բայց մենք տեսնում ենք, որ մենք ունենալու ենք վստահությունը, որ մենք հակա իրենց երկրի քայլ չենք անելու, որ այստեղ որևէ երկրի լրտես նստած չէ, կասկած կա այդ մարդկանց մեջ։